Հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովային։ Ողջունելով հյուրին Վլադիմիր Գասպարյանը կարևորեց երկու երկրների իրավապահների համագործակցության նշանակությունը և հավաստեց, որ Հայաստանի ոստիկանությունը առարկայական քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։ Շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար Մարիա Ցոցորկովան անդրադարձավ ոստիկանական կառույցների փորձի փոխանակման անհրաժեշտությանը։ Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքները, Վլադիմիր Գասպարյանը հավելեց, որ իրավապահ գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նաև տարբեր երկրների ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերություններով, մասնավորապես արդի մարտահրավերների հակազդման ուղղությամբ։ Մարիա Պավլովա Ցոցորկովան նշեց, որ Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը պատրաստ է աջակցել երկու երկրների ոստիկանական համակարգերի փոխգործակցության զերծացմանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունվարի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքերը բացահայտվել են։ Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք։ Բացահայտվել է գողության 24, խարդախության 16, կողոպուտի յուրացման և համակարգչային հանցագործության 1-ական, խուլիգանության և ապօրինի ծառահատման 2-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, խարդախության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 44-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում։ Հունվարի 16-ից 22-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 74 տրանսպորտային միջոց, որից 65-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 9 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար։ Մարզերում հունվարի 16-ից 22-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 62 տրանսպորտային միջոց, որից 57-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում։ 24 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 22 վարորդի ժամկետն անց ապա պայմանագրով երթևեկելու և այլ խախտումների համար։ Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմաց քաղաքացուհին հայտնել էր, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի սուպերմարկետներից մեկի պահարանից գողացել են իր իրերը։ Սուպերմարկետի տեսախցիկները ֆիքսել են կասկածյալին։ Տեսագրությունում երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 010 45 0202, 010 57 0088 և 098 95 09 99 հեռախոսահամարներով։ Տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։